Խելակ խնդրում եմ, իմ հետ անկեղծ եղի։ Վլադ։ Այն ինչ որ ասեց, ճիշտ է։ Հա, ճիշտ է։ Դու առողջ էիր ծնվել։ Իսկ աղբերդ ոչ։ Հետո պարզվեց, որ նրա մոտ հոգեկան խնդիրներ կան։ Բայց դու ասացիր, որ ինքը մահացել է հենց հիվանդանոցում։ Իսկ հիմա հետոից ես խոսում։ Ես ու մայրդ շատ էինք ուրախացել, որ զույգ ենք ունեցել։ Ինձ ասա ինչ ա եղել աղբորս հետ։ Չկա։ Մահացել է։ Բայց ոչ ծննդատանը։ Ինչ էր ինձ խափում։ Բա ինչ անեի։ Ես չգիտեի, որ այս պատմությունը այսքան կբացվի։ Չէի սպասում, որ այդ լիրբ այսքան կխորանա այս պատմության մեջ։ Բայց եթե ես քո տղեն լինելով հանդարց այդքան բանը չգիտեի, այդ լրբին որտեղից այդ ինֆորմացիան։ Փորփրել է, իմացել է, իսկ դու ձեռներս էիր բռնում, չէիր թողնում, որ դրան սատ կացնեն։ Ով դու աղբորս պատմությունը ինչ չպատմեցիր։ Մեղքի զգացումը թողնում է, որ պատմեն։ Որ հիշեմ անցյալս։ Քո մեղքը որտեղ է։ Եթե այդ երեխան հիվանդ է եղել, դու ինչ մեղքում ես։ Իմ ասելուց հետո դու կարող ատես ինձ։ Ես նախընտրում եմ ճշմարտությունը իմանալ։ Ես հրաժարվեցի նրանից։ Ես ամաչեցի հիվանդ երեխա ունենալու փաստից։ Ասեցի չէ, որ կատես ինձ։ Հիմա ինչ որտեղ ես աղբեր ունեմ, զույգ աղբեր, որը հիվանդ է ու իմ օգնության կարիքն ունի։ Ու ես իրան ոչ մի բանով չեմ կարողանում օգնել, բա։ Նա չկա։ Նա մահացել է։ Նորից չխաբես ինձ։ Հետագայում ես ու մայրդ գնացինք են մանկատունը, որ երեխուն էինք տվել։ Մեզ ասեցին, որ նա մահացել է։ Ոնց որ դրամատիկ պատմություն պատմես, ոչ թե իրականություն։ Ես քեզ ասում եմ, այն ինչ որ եղել է։ Դու հիվանդ երեխա չէիր ուզում։ Բա մերս։ Ինքն էլ էր իր ավանձի մասին մտածում, հա։ Մայրդ վշտից հիվանդացավ։ Խելագարության ասավ։ Քիչ-քիչ սկսում եմ հասկանալ։ Սկսում եմ պատկերացնել ինչ է կատարվել։ Որովհետև փոքր ժամանակ շատ բաներ անհասկանալի։ Մայրդ չներեց ինձ։ Մայրդ երեխուն պահելու համար մինչև վերջ հետս կռիվ էր տալիս։ Դու էլ չես ներում ինձ։ Իսկ չներելով ինչ-որ բան կփոխեմ։ Դու քո սկալը հասկացել եմ արդեն ինքդ քեզ չես ներել։ Իսկ իդ ավելինական իմ չներել։
Խորեն, հետ բերի գիրուս, խորեն, երախուս եմ ասում։ Ապեր, ես դու ես ապեր։ Ես եմ, ես։ Աչքերիդ չես հավատում։ Պապ քեզ տենց վրես նայում։ Ես հոպարին բան չեմ ասել, ես չգիտեմ հոպարը որտեղից է իմացել։ Դու այդպես էլ չհասկացար, Ալիկ, որ ես ամեն տեղ էլ աչք ու ական չունեմ։ Ու ինձ ամենից շուտ է հասնում, թե աղբերս որ ջհանդամում ինչով է զբաղված։ Հոպար տենց մի ասա էլի պապայի սիրտն էր վատացել։ Չքվի էստեղից։ Ոնց թողեմ գնամ հարս։ Ոնց թողեմ պապային էս վիճակում։ Ես որ էստեղ եմ, դու հաստատ ստեղ էլ անելիք չունես։ Չքվեցիր։ Հոպար ջան, բայց ես քեզանից նեղացած եմ։ Հիմա ասել ես, որ մարդ չեմ, ու տենց էլ մարդ չդառա, չէ՞։ Դու չդառար։ Չես թողնում, որ լակոտդ կոնե մարդ դառնա։ Էդի մոտից տարար, բերել ես էստեղ, որ սովորացնես, թե ոնց կարելի է 2-3 րոպեում ուղեղ նանջատել ու հենց սաունայում էլ սատկել, հա։ Կարելի է անմտանքի փոխարեն, գոնե մի հատ հետաքրքրվել էլի, ինչ հալի եմ, որ ինձ հենց սխալ բաներ եմ թույլ տալ։ Հիմա ինչ ես ասելու։ Հիմա ինչ արդարացում ես գտնելու քեզ համար։ Նա դա էլ եմ մղել ապեր։ Հասնողը իմ դեմա դուրս գալիս։ Ամեն նեկող մուննած զուննատա գալիս վրես։ Նա դա էլ եմ մղել ապեր, հոգնել եմ։ Ով է դրանում մեղավոր։ Կասես։ Դա քո թուլության արդյունքն է։ Քո միշտ հեշտին վազելու արդյունքն է։ Ինչ անեմ ապեր։ Բռնեմ մորթեմ թափեմ, որ սկսեմ իմ ընտանիքից իմ երեխեքից, որ ոչ մի բանի պետք չեն, մենակ պրոբլեմ ստեղծող են։ Վերջապես հասկացար, թե ինչ է կատարվում քո ընտանիքում։ Ոնց կարող է ես չպատժել մեկին, ով խաբել էր աղջկաս ու երախոս պատվի հետ էր խաղացել։ Պատժում ես, բայց արդյունքում ոչ մի բան էլ չի ստացվում քեզ մոտ։ Ադամի լակոտը իր համա ֆրֆռում է, շնչում է, արտաշնչում է։ Աղջիկն էլ խելագարված չի իմանում ինչ անի արդեն։ Խոսքը Ադամի վլադի մասն չի։ Չհասկացա։ Էլի կա ինչ-որ մեկը, ով նեղացնում է աղջկատ։ Ես Մոնիկայի մասին եմ ասում։ Մի գյադու հետ էր հանդիպում, ով խաբել է իրան։ Ասա ոնց կարող է ես անպատիժ թողել մեկին, որ աղջկաս պատվի հետ է խաղացել։ Էլի մի հարիֆի վերացրել ես։ Հա, վերացնում էի, բայց սաղ մնաց։ Հարիֆն էլ պարզվեց հարիվ չի։ Ասում եմ չէ, լրիվ թուլացել ես, դու էլ ոչ մի բանի պիտանի չես։ Ես ինչ իմանայի, որ ինչ-որ մեկը դրան օգնությանը հասնելու ու պրգի։ Ալիկ, կլինի, որ ընդհանրապես դու մի կողմ քաշվես ու էլ ոչ մի բանով չզբաղվես։ Ես կզբաղվեմ թե քո ընտանիքով, թե քեզնով։ Կարող ես չէ քաշվել մի կողմ։ Գիտես ով դուրս եկավ այդ լակոտը։ Վալերի Սերգեյիչի տղան։ Ու այսօր Վալերը իմ վրա մատաթափ տալիս։
բան չունես ասելու ապեր։ Ավելի լավ կլինի ես հիմա ոչինչ չասեմ։ Իսկ որ ասեմ շատ վատ եմ ասելու։ Իմ մեղքը որն է ապեր։ Ես ինչ մեղք ունեմ, որ իմ լակոտը կապվել էր Վալերի տղու հետ։ Ոնց Վալերը տղա ունի։ Պաստորեն, մենք ամեն ինչ չի, որ գիտենք ամենքի մասին։ Դա Պաստորեն միջև դու ստեղ ընդեղ քո կայֆերով քեզնով ես զբաղված, մեր թշնամիները ու հատկապես իմ թշնամիները խայտառակում են աղջիկներիդ ու անպատիժ են մնում։ Ապեր ես ամեն ինչ անում եմ, որ Ես չեմ տեսնում քո ոչ մի արած ալիք, չեմ տեսնում։ Քեզ մոտ ու քո ընտանիքի մոտ ընդամենը մի բան ա լավ ստացվում, մի խայտառակել ինձ ու իմ անունը, իմ հեղինակությունը, ուրիշ ոչինչ։ ներող կլես ապեր։ Իմ մեղքն է։ Իմ մեղքն է։ Շատ են թրփոշացել արդեն դրանք։ Ով ինչ ուզում անում է։ Ժամանակն է, որ ամեն մեկին իր տեղը ցույց տամ ես։ Բրատ, Ալիք։ Ձենդ ականջս չընկնի։ Ձենդ ականջս չընկնի այլևս։ Ադամով ու Վալերիկով զբաղվում եմ սրանից հետո ես։ Հասկացար։ ապեր, ես ուրեմն այդքան չկամ, որ իմ երեխեքով Ալիք, դու հիմա նաղդ այնքան չկաս, որ ոտի վրա չես կարողանում կանգնել։ Գնա դզվի, իսկ մնացածը թող ինձ, այդքան բան։ լավ էր։ Ժանո։ Բայց ասա, որ մենք գիժ ենք։ Լրի։ Ուրախ եմ, որ ինձ իմ անունով ես կոչում։ Իա։ Բայց ասա, որ մենակ դու չէ, ես եմ ես ոչինչ կժոտեմ։ Էդ լավ է։
որովհետև մարդ պետք է մի քիչ գիժ լինի, մի քիչ խելառ լինի, որ այս դառը կյանքին դիմանա։ Դե լավ, մենակ գիժ ու խելառ չէ։ Բա։ Մի քիչ անջատված, մի քիչ կույր, մի փոքր խուլ։ Ու տենց էլի։ Ճիշտ ես։ Այտենց հաստատ ավելի հեշտ ապրել։ Ժանո։ Էն ինչ ան դե գրած։ Որը։ Էնա։ Ինչ ա գրված որ։ Որի հետ ես։ Որը։ Հա։ Մանցի։ Էչ։ Լավ, այ գրանք բառն առնենք։ Մենակ չեմ հասկանում ինչի եք այդ ամեն ինչը ինձնից թաքցրել։ Այս թաքուն էի բաղում։ Փորձում էի, որ ոչ ոք չիմանա այս ամեն ինչի մասին։ Հետո մայրդ քեզ շատ էր սիրում։ Նա քեզ համար երազում էր խաղաղ, երջանիկ մանկություն։ Հասկանում եմ։ Լավ է, որ ինձ հասկանում ես։ Չէ, ես ուրիշ բան եմ հասկանում։ Հասկանում եմ ինչ էիր ուզում, որ ես Կարմենի զույգին տեր լինեի։ Ինչ մեղք կստակցնեմ։ Ինձ թվում էր, որ դու երեխեքից հրաժարվելով իմ թույլ տված սխալը կգործես։ Եթե այդ մարտան եղավ, ես իմ ձեռներով դրան կխեղդեմ։ Հանգիստ, ինքը բանալի ունի։ Վատ ես աղջ ինչ ես վեր կացա եկել։ Մի անգամից վատ բան մի մտածի, ուղղակի տխուր էի, սիրտս լցված էր, եկա որ խոսենք։ Ներս անցա։ Բարև, պապ։ Ինքը քո պապան չի։ Վլադ, հանգիստ։ Ես իրոք եկել եմ խոսելու։ Կարամ նստեմ։ Ուզում ես նստես, նստի։ Դու չես նստում։ Վլադ, ես գնում եմ։ Ուր ես գնում ես վիճակով։ Կարևոր գործ է, պիտի գնամ։ Ու չփորձես ինձ կանգնեցնել։ Բայց լավ չես։ Այնքան էլ վատ չեմ, որ մեռնեմ։ Ես էլ լավ չեմ, Վլադ։ Ինչ ես տենց նայում։ Ուզում եմ մտքինդ հասկանամ։ Միայն խոսել, երդվում եմ։ Տենց մի նայի, էլի։ Այդքան բանից հետո, որ դու արեցիր, չեմ էլ ուզում հետդ խոսամ։ Ալո։ Գալիս եմ հետևից հետ վերջացրել ես։ Բալես ինչ ես այս մթով ընկել փողոցները։ Հենա կգայի էլի։ Մամ, ես արդեն հասնում եմ, դուրս արի։ Ով ես։ Ալո, սխալ մարդու ես բրնեարա, ես փող չունեմ։ Ես փող ունեմ, արա, ինձ քեզից ուրիշ բան ա պետք։ Թորա! Շատ երկար ժամանակ պահանջվեց, որ գտնեմ քեզ ու վարքից թույլ մորդ։
Աննասուն։ Ես այն մարդու տղեն եմ, ում որ դու սպանեցիր։ Մամայդ չեղած պատիվը պարելու համար։ Ուշանում ես, ես քեզ ասեցի արագ արի։ Ես էլ կշիռ ունեցող մարդ եմ։ Անենց չի, որ հրամայես ես էլ վազ եմ։ Դու միշտ էլ պիտի վազես, որովհետև ամբողջ կյանքումդ մենակ վազել ես ու իմ հրամաններն ես կատարել։ Տեսնում ես, դու երբեք ինձ քեզ հավասար ընկեր չես համարել, երբեք ինձ որպես ընկեր չես ընդունել։ Ուրեմն իմ դավաճանությունը տեղին էր։ Վերջապես տղամարդկություն ունեցար ու խոստովանեցիր, որ դավաճան ես։ Արժանի էիր։ Դու էլ արժանի էիր պատժի, բայց չպատժվեցիր։ Դեռ չպատժվեցի։ Դեռ առջևում է քո պատիժը։ Էդ ինչի հանկարծ հիշեցիր չկայացած պատժիս մասին։ Դու ստիպեցիր հիշեցնել քեզ։ Ու ո՞նց։ Աղբորս հետ որ խնամիացար, դու պիտի շատ ու շատ ուշադիր լինեիր իմ աղբոր աղջկա հանդեպ։ Բայց դուք ոչ միայն ուշադիր չեղաք նրա նկատմամբ, այլև դժբախտացրիք։ Միայնակ մոր կերպարը իմ աղբոր աղջկա համար չի։ Սա այն թեման է, որը ես ու Ալիկը պիտի քննարկենք։ Դու քեզ հեռու պահի։ Ադամ, կասես ինձ երբվանից է, որ զինվորը հրամանատարին կարող է ուղղություն տալ։ Ժամանակները անցել են, փոխվել են, ես էլ քո զինվորը չեմ, Լև։ Հա, կարող է քո կյանքում շատ բան փոխվել ժամանակի հետ, բայց ուշադիր նայի ինձ ու հասկացի, որ ես չեմ փոխվել։ Ես նույն Լևն եմ, ով քեզ մի վայրկյանում կարող է ոչինչ դարձնել։ Ես չեմ վախենում քեզանից, սեթրակիչ։ Իսկ ես չեմ էլ ասում, որ դու պիտի ինձնից վախենաս։ Բա ուրեմն առակդ ինչ կցուցանեմ։ Ինչի ես այս գիշերով հանդիպում նշանակել։ Որ քեզ հիշացնեմ քո պարտականությունների մասին։ Ես իմ պարտականությունները շատ լավ գիտեմ։ Եթե պիտի ասես, որ ես Ալիկի աղջկա, անցի առաջ։ Դու քո տղեն ոչ Ալիկի աղջկա երեսը կտեսնեք, ոչ էլ այդ երեխուց ծնված երեխեքին։ Դու երևի տեղյակ չես, բայց քիչ առաջ որ զանգեցիր, աղբորդ աղջիկը մեր տանն էր։ Ոչինչ, ինչքան որ, ինքը նոր կանոններին դեռ տեղյակ չի։ Էլ ինչ է մտնում նոր կանոնների մեջ։ Մտնում է այն, որ կորած մարդկանց անուններով շենքեր ես սարքում, էլիտար թաղամաս ես կառուցում։ Հիմա համոզվեցիր, որ ես իմ թափը չեմ կորցրել։ Այն, որ ուրիշների անուններով ես գրանցել, դա կարծում էիր չեմ կարող կռահել ու դուրս գալ քո հետքին։ Ասենք թե իմն են։ Քեզ ինչ։ Կարող է պիտի աչոտ տամ։ Կարող է քո փողերով եմ սարքում։ Համարյա իմ։ Լսի, Լև։ Դու լսի, թե ում փողերով է սարքվում, ինձ աչոտ տալ պետք չի։ Դա դնում ենք մի կողմ։ Հազիվ իրար հասկացանք։ Չէ, Ադամ, դու ինձ ճիշտ չհասկացար։ Այդ սարքածդ շենքերը ինձ ես տալու։ Սրանից հետո ես եմ այդ շենքերի տերը։ Կմեռնեմ, բայց այտենց բան չի լինի։ Ուրեմն դու կապրես,
Բայց տղետ չի լինի, որ աշխատածդ փողերը վայելի։ Ես այդքան էլ վատ մարդ չեմ, Վլադ։ Ես չէի ուզում, որ Արամիկը ատանեին գողանար։ Դու եկել ես ընդամենը խոսալու։ Բայց ես ինչ եմ ասում։ Ես կռիվ չեմ անում, չէ՞ քեզ հետ, ինչ ես ինձ կոպտում։ Մենակ չլացես, հա։ Ինձ մենակ է դեր մնում պակաս։ Ինչի համար ես չունեցա այն ընտանիքը, որի մասին ես երազում էի։ Ինչի իմ կյանքը սենց դասավորվեց։ Երևի ինձ հանդիպեցիր դրանից էր։ Իսկ ես ուրիշի կողքին իմ կյանքը չեմ էլ պատկերացնում։ Իմենցա, որ դու հիմա իմ կողքին էլ չես։ Գիտեմ, էդ էլ գիտեմ, հասկանում եմ։ Ես կիշ չեմ։ Բոլորը մտածում են, որ ես կիշա։ Իսկ ուրիշներից տարբերվելը դեռևս գժություն չի։ Դու լավ ընկեր կորցրեցիր։ Եթե մենք նորմալ մարդկանց նման բաժանվեինք, մենք հիմա լավ ընկերներ կլինեինք։ Այնտեղ, որտեղ չկա սեր, չի կարա ընկերություն լինի։ Նորից չսկսես, հա, խնդրում եմ։ Ես գիտեմ, որ դու ինձ չես սիրում։ Ինչ ես անում։ Ուզում եմ, որ զգաս քո երեխեքին։ Որ ես քեզ ճանապարհում, հա։ Խնդրում եմ, էլի։ Ես նստած եմ, ոչ մի բան չեմ անում։ Թող նստեմ։ Իսկ երեխեքդ նեղացան քեզանից, որ չուզեցիր իրանց սիրես։ Լավ, ինչի չի վերցնում։ Ինչ եղավ է, ասաց հիմա հասնում եմ։ Լավ եմ արել, որ սպանել եմ։ Լավ է սարե, արա։ Լավ եմ արա։ Մի այսքանը չեմ ափսոսում, պիտի մորթեի ես դրան։ Սոսից ձենն է։ Սոս։ Թեքո, թե մոտ քթից, որս մահը բերելու եմ արա։ Բալես, հեսով էր, ինչ էր ուզում քեզնից, ես իչա դեմքդ։ Ես լավ եմ, գնացինք։ Բալես, ով էր, ինչ էր ուզում, փող էր ուզում։ Ինքը են մարդու տղեն էր, ում ես սպանեցի, ում տանը մենք ապրում էինք։ Հանգիստ ես, մենակ ես, ես քեզ այսպիսին եմ սիրում, բայց գորս քեզ պաշտում էր ամրանը, էլ չեր իմանում, որ դու արժանի չես իր սիրում, չեր իմանում, որ հենց դու ես դառնալու իր գերեզմանը, բայց ես էլ քեզնից պակաս չդավաճանեցի որդուս, գնացի քաղաք նրա վրեժը լուծելու, իսկ արդյունքում ամեն ինչ արեցի, բացի խոստացածս վրեժից, բայց ես իմ խոստմանը տեր կլինեմ, գոր, ես սատկացնելու եմ քո կյանքը խլացեն լպիրջ կենթան, ես քո այրունը մաքրելու եմ, ես անպատիժ չեմ թողնելու նրան, հավատա տղես, ես էդ անելու եմ, ավելի շուտ պատժած լինեի, կրոջդ էլ չեր կողանայի, հիվանդանը չեր գցի, գոր եթե իմանայիր, ապրել ինձ համար ինչքան դժվար է դարձել, կտանեիր ինձ քեզ մոտ, ես էլի կգամ, բայց ոչ հիմա, վրեժս կլուծեմ ու կգամ,
Ես այստեղ անելիք չունեմ։ Մինչ նոր հանդիպում, գոր։ Մենք կհանդիպենք այստեղ։ Սեղանի կապույտ ալիքները մեզ կբերեն, կհանդիպացնեն իրար։ Ես գիտեմ։ Ես սպասում եմ այդ օրվան։ Ժան, Ժանո, չլինի նախաճաշի սեղան ես գծ։ Ժան? Ау։ Ակես բան։ Սա հաջիկները քչացել են, կայֆերը վերջացել են։ Չքան ապրեցիր տղիցս հետո քեզ փեշքեր։ Եկել ա գնալուտ վախտը։ Բարի օր, Սեթրակիչ։ Վախենում ես կապիկներից։ Չէ։ Ինչ են արել ես խեղճ կենդանիները, որ իրանցից վախենաս։ Հիմա պիտի մենակ մարդկանցից վախենաս։ Ճիշտ ես։ Ամենավտանգավոր կենդանիները մարդիկ են։ Մենք վաղուց արդեն իրար մոտ չենք։ Ասա ինչի ես կանչել։ Թշնամիները չեն կարող իրար մոտ լինել։ Լինում են։ Կան դեպքեր, որ լինում են։ Փաստորեն կապիկներից չես վախենում, հա։ Բոլորիդ ազատություն տվեցի։ Լավ չի։ Հիմա էլ որ մեկիդ մտքով ինչ անցնում է անում է։ Մեղքն իմն է։ Ինչ ա եղել քեզ, Սեթրակիչ։ Մոռացել ես, հա, ում հետ ես խոսում։ Տեր Աստված, որ հասավ ես երկիրը։ Այս երկրի օրենքները քնած են, եթե քրեական հեղինակությունը փորձում է դաստիարակել ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյային։ Մեկ-մեկ լրաբեր նայի։ Քո ասացի վրա ծիծաղդ չեկավ։ Այն ժամանակներն արդեն անցել են։ Հիմա օրենքը բոլորից առաջ է քայլում։ Այդպես որ լիներ դու վաղուց արդեն պիտի պաշտոնաթող եղած լինեիր։ Թե գերեզմանում ես միանգամից թոշակի գնալու։ Վախացնում ես, հա։ Արի դու ինձ մի վախացրու։ Իմացել եմ լակոտ ունես, հա։ Այդ արդեն աղբերդ հասցրել, հա։
Իսկ ասելա, որ փորձում էր տղուս վառել։ Չէ, չի ասել, բայց ես քեզ կվառեմ, եթե աչդ չքաշես ու կուրկուրի պես չապրես սրանից հետո։ Ես քո զինվորներից չեմ։ Իմացի հետս ոնց ես խոսում։ Զինվոր ես, զինվոր։ Ու ավելացնեմ, որ վատ զինվոր ես։ Այդ Ադամի հետ ինչքան ջան ասիք, ջան լսեցիք, հերիքը։ Ժամանակն է արդեն, որ ես ձեզ ձեր տեղը ցույց տամ։ Ձեռնոտ չնետես։ Ես ու Ադամը այս քաղաքում կորած մարդ չենք։ Հա։ Հասկանում եմ, որ ուզում ես աղբորդ կաշին փրկես, բայց ասեմ, որ դա քեզ մոտ չի ստացվի։ Աղբերդ պատասխանա տալու, որ փորձել է տղու սպանի։ Իմ աղբերը չունի քեզ ոչինչ ասելու։ Իսկ այդ դու ու տղետ ունեք ինձ պատասխան տալու։ Ոչ մեկ այդքան չկա, որ իմ աղբոր աղջկա հետ վատ վարվի։ Այնպես որ լավ կլինի մտածես լակոտիտ մասին, ոչ թե նրա մասին, թե աղբերս քեզ ինչ պատասխանա տալու։ Ներմանյացը հա արա, ես ինչ ամեր քաղաքը դարը արա, հա տեղ չկա կայնելու արա, այդքան մարդ չկա, ինչքան ավտո կա, հորս արև, բաշկիս տուն կա, կատուն էլ ավտո ունի, բայց ինչ չտես ասկենք արա, հիմա ես տեղ որ տեղ ամրեմ, ազիվ մի հատ տեղ կտա, շատ լավ է, անենց տեղ էլ կկանգնեմ, այ երբ որ կեֆս տա, այդ վաղտ էլ հետ կգամ։